Ղուկաս ավետարան առաջին գլուխը բացենք և կկարդանք միասին 26 համարից։ Ղուկաս ավետարան առաջին գլուխը սովորաբար կարդացվում է Սուրբ Ծննդյան տոների ժամանակ, բայց մենք այսօր կկարդանք։ Ղուկաս ավետարան առաջին գլուխ 26 համարից ձեզ համար կկարդամ, մինչև 38 համարը։ 6-րդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք։ Հրեշտակ նաև նշանակում է ուղարկված, առաքված։ Ես հավատում եմ հրեշտակների գոյությանը։ Ես հավատում եմ, որ պարբերաբար Աստված մեր կյանքի մեջ հրեշտակներ է ուղարկում։ Եվ մի օր երկնքում մենք շատ բաներ կբացահայտենք մեր կյանքից, որ այն պասաժիրը, որին դուք ճանապարհից վերցրեցիր, իրականում հրեշտակ էր, որ այն մարդը, որին դուք կերակրեցիր, որ սոված էր, հրեշտակ էր, եւ դուք ով վարձքը չես կորցնի։ Ուրեմն Աստվածանից հրեշտակներ են այցելում Աստծո մարդկանց։ Մենք էլ կարող ենք ասել, Տեր, թող քո հրեշտակները մեզ էլ այցելեն, հա։ Մեր տուն էլ թող գան եւ մեր քաղաք թող գան։ Հետո ասում է գնաս մի քաղաք, որի անունն էր Նազարեթ, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տանից, Հովսեփ անունով մի մարդու հետ։ Հետարքիր օրինաչափություն կա արդյոք այստեղ նշանվածներին հրեշտակներ են այցելում, թե ուղղակի պատահական էր այդպես, բայց Աստծո տնօրինմամբ։ Ուրեմն այն կույսի անունը Մարիամ էր։ Հրեշտակը նրա մոտ գալով ասաց. ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ։ Մարիամը տեսնելով հրեշտակին, հեչ էլ չուրախացավ։ Այդպես չի գրված, բայց տեսնում ենք այդպես, չէ։ Երբ որ հրեշտակ են տեսնում, ինչ է լինում, շփոթվում ենք, վախենում ենք երբեմն։ Տեսնելով հրեշտակին, նրա խոսքերից շփոթվեց ու մտքում խորհում էր, թե այս ողջույնը ինչ է նշանակում։ Միշտ չի, որ Աստված բաներ կասի, մենք լրիվ կհասկանանք, երբեմն Աստծո խոսքը մեր մեջ շփոթմունք կարող է առաջացնել, հուզմունք եւ ինչու՞ չէ վախ։ Եվ հրեշտակը նրան ասաց. մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց շնորհ ստացար, ահա կհղիանաս, որդի կծնես եւ նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի ու բարձրալի որդի կկոչվի եւ Տերը Աստված նրան կտա Դավթի նրա հորաթոռը եւ նա կթագավորի Հակոբի տան վրա Հավիտյան եւ նրա թագավորությունը վերջ չի լինի։ Մարիամը հրեշտակին ասաց, կարծում եմ Մարիամը ավելի շփոթվեց։ Այդ ինչպես կլինի, չէ որ ես դեռ տղամարդ չեմ ճանաչում։ Քույրեր, եղբայրներ, Աստծո խոսքը շատ անգամ ոչ թե միայն պատասխաններ է տալիս մեզ, շատ անգամ հարցեր է առաջացնում մեր մեջ։ Եվ հարցեր տալը նորմալ է, հրեշտակը չասաց, այդ ինչպես համարձակվեցիր կասկածել։ Հարցեր տվեց Մարիամը, բայց այս հարցի տակ չկար ըմբոստություն, նա ուզում էր հասկանալ, ոչ թե հակառակվել։ Եվ ասաց, այդ ինչպես կլինի, հրեշտակը պատասխանեց նրան, Սուրբ Հոգին կգա քեզ վրա։ Մեր կյանքի մեջ էլ հարցեր կան, որոնք մեզ շփոթեցնում են, նայում ենք մեր պարտքերին, նայում ենք մեր հնարավորություններին, նայում ենք մեր հիվանդություններին եւ հարց է առաջանում։ Այդ ինչպես կլինի։ Եղել է այդպես ձեր կյանքում։ Քո առջև մի մեծ հնարավորություն կա, բայց նաեւ դժվարություն կա, մարտարավեր կա։ Այդ ինչպես կլինի։ Եվ որն է պատասխանը, Սուրբ Հոգին կգա քեզ վրա։ Քույրեր, եղբայրներ, եթե Սուրբ Հոգին չգա մեզ վրա, անիմաստ է ինչ-որ մի բան անելը։ Չենք կարող անել Աստծո հանձնարարածը։ Կանենք, բայց կձախողվենք։ Բայց թող բարով գա Սուրբ Հոգին մեզ վրա եւ մեր կյանքի մեջ։ Եվ բարձրալի զորությունը Հովանի կլինի քեզ։ Դրա համար քեզնից ծնվողը Սուրբ կլինի եւ Աստծո որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգականը Եղիսաբեթը նա էլ հղիացավ իր ծեր օրով եւ նա որ ամուր էր համարվում եւ 6-րդ ամսվա մեջ է, որովհետեւ Աստծո համար ոչ մի անկարելի բան չկա։ Կարող ենք միասին ասել. Աստծո համար ոչ մի։ Հիմա նորից կասենք, բայց այդ ոչ մի վրա մի հատ ուժեղ շեշտ կդնենք։ Համաձայն եք։
Աստծո համար ոչ մի ապրենք։ Գեղեցիկ ասվեց։ Մարիամն էլ ասաց նրան. ահա Տիրոջ աղախինն եմ։ Եվ հիմա ուշադրություն։ Թող քո ասածի համաձայն լինի ինձ։ Թող քո ասածի համաձայն լինի ինձ։ Այսօրվա պատգամը հենց այսպես է կոչվում։ Թող քո խոսքի համեմատ եւ համաձայն լինի ինձ։ Կամ որն է ամենազորավոր եւ ամենաճիշտ աղոթքը։ Այս արտահայտությունը, որ Մարիամն արեց, ամենահեշտ, բայց նաեւ ամենադժվար արտահայտությունն է։ Ասելը հեշտ է, բայց արժևում ինչեր պիտի լինեին Մարիամի հետ, նա մեծ դժվարություններով պիտի անցներ եւ հնազանդություն էր պահանջվում նրանից։ Երբ մենք ասում ենք թող լինի քո կամքը, գեղեցիկ է հնչում, ճիշտ է։ Շատ գեղեցիկ է հնչում։ Հայր մեր աղոթքի մեջ էլ ասում է թող քո կամքը լինի, ինչպես երկնքում այնպես էլ երկրի վրա։ Մենք դա շատ սիրուն ենք ասում։ Մինչև այն պահը, երբ հանկարծ Աստծո կամքը հակադրվում է մեր ծրագրերին եւ խառնվում են մեր բոլոր ծրագրերը։ Մարիամը պատանի կամ երիտասարդ մի աղջիկ էր, հրեական պատմությունն ասում է, որ այդ ժամանակ սովորաբար 14, 15, 16 տարեկանում էին աղջիկները ամուսնանում, այսինքն պատանի։ Ինքը ուներ իր ծրագրերը, ամեն բան գեղեցիկ ծրագրված, արդեն ուներ մեկը, որ իրեն հավանել էր, խոսել էին ծնողներով, պայմանավորվել էին, ահա պիտի գար օրը պսակադրության, միջև այդ նշանված էր արդեն Մարիամը, չէ, բոլորը գիտեին այդ մասին, քաղաքը գիտեր, որովհետև Նազարեթ քաղաքը փոքր քաղաք էր եւ Մարիամի վրա նշան կար դրված, բայց Մարիամը չգիտեր, որ Աստված էլ իր վրա նշան էր դրել։ Քույրեր, եղբայրներ, Աստված մեզ վրա նշան է դրել։ Համաձայն եք, հավատում եք դրան։ Մինչ շատերը վախենում են, որ վայ, նեռը կգա 666-ը, չիպը եւ այլն։ Ես պանծալով կանգնում եմ Տիրոջ առաջ եւ ասում եմ. Տեր, փառավորում եմ քեզ, որ դու քո կնիքն ես դրել ինձ վրա։ Եվ ես չեմ վախենում ուրիշ կնիքներից, քանի քո կնիքը ինձ վրա է, իմ կյանքի մեջ է։ Ուրեմն մի գյուղացի աղջիկ, համեստ, խոնար մի ընտանիքից իր ծրագրերն ուներ, իր պլաններն ուներ, աշուտով պիտի ամուսնանար, պիտի հարց գնար, սկեսուր սկեսրայր տեսներ, տեքր տեքորգին, հարազատներ, բարեկամներ, սովորական վիճակագրական, միջին վիճակագրական մի հրեա աղջիկ։ Գուցե ուներ իր երազանքները, երեխաներ կունենար, եւ իր կյանքը Աստծով գուցե լավ կդասավորվեր, բայց երբ որ հրեշտակը հայտնվեց, ամեն բան խառնվեց։ Երբեմն Աստված գալիս է ոչ թե ամեն բան կարգի բերելու, այլ երբեմն մեր մարդկային կարգը խառնելու։ Մեր օրակարգը, մեր կյանքը, մեր ծրագրերը ամեն բան խառնելու, որ իր աստվածային կարգը մեր կյանքի մեջ դնելու համար։ Նա կարող էր ասել, Մարիամը կարող էր ասել, ես դեռ պատրաստ չեմ։ Շատ հավատացյալների սիրած խոսքն է, չէ՞, իբր կեղծ խոնարհություն են անում։ Ես ով եմ, ես դեռ պատրաստ չեմ դրա համար։ Բայց քույրեր, եղբայրներ, երբ որ Աստված մի բան է հանձնարարում մեզ, մի հետաձգեք։ Հետո գուցե ուշ կլինի։ Ես դեռ պատրաստ չեմ կարող էր ասել, կամ կարող էր ասել կմտածեմ, կամ էլ կարող էր ասել կաղոթեմ, կամ մարդիկ ինձ չեն հասկանա, Հովսեփը ինձ չի հասկանա, Հովսեփը կթողնի, կլքի ինձ, մարդիկ ինձ կքարկոծեն, բայց Մարիամի պատասխանը անսպասելի էր, մարդկային առումով, ինչ ասաց, ահա ես Տիրոջ աղախինն եմ, թող քո ասածի համաձայն լինի ինձ։ Եվ այդ պահին ծնվեց ոչ միայն Հիսուսը, այլև ծնվեց հնազանդության ամենամեծ օրինակը մարդկության ամբողջ պատմության համար։ Խոսքեր, որոնցից ծնվեց մարդկության փրկությունը։ Ես քո ծառան եմ, թող քո խոսքի համաձայն լինի
ինձ։ Ինչ էր ուզում Մարիամն ասեր, ես համաձայն եմ քո խոսքի հետ։ Քույրեր եղբայրներ, մենք պետք է համաձայնվենք Աստծո խոսքի հետ։ Շատերը ինչու չեն կարդում Աստծո խոսքը, ոչ թե որ զլանում են, այլ երբեմն խուսափում են պատասխանատվությունից։ Ես մի անգամ այգում ավետարան էի քարոզում, վկայում էի եւ մի երիտասարդ ամբարտավան մոտեցավ, ասեց. «Դե որ հավատացյալ ես, պատվիրանները գիտես»։ Ասի իհարկե գիտեմ, բա որ գիտես կարաս անգիր ասես, ասեցի իհարկե կարող եմ անգիր ասել եւ սկսեցի թվարկել, հենց սկսեցի ասել, բերանս փակեց, ասես չասես անկար, չեմ ուզում լսել, ասացի ինչու նոր դու էիր ասում, ասում չէ ես չգիտեմ պատվիրանները, ավելավա չիմանամ, ասում ինչու, ասում որովհետեւ սենց տնես խախտելու եմ, ավելավա չիմանալով խախտեմ պատվիրանները, մարդիկ խուսափում են Աստծո խոսքից Բայց այսօր մենք արդյոք պատրաստ ենք ասելու թող ինձ լինի, ինչ որ գրված է այս գրքի մեջ։ Ոչ թե իմ խոսքի պես լինի, քո խոսքի պես լինի Տեր։ Ոչ թե իմ ուզածը լինի, այլ քո ուզածը լինի Տեր։ Որովհետև Աստծո խոսքը գերազանց է եւ գերագույն է ամեն ինչից։ Առաջին բանը, որ ուզում եմ այս պատգամով ասել հետևյալն է, որ Աստծո խոսքը երբեք չի գալիս մեզ հարմար պահերին։ Միշտ չի, որ ես ասեմ Տեր հիմա հարմար չի, սպասի մի հատ հարմարվեմ, Աստծո խոսքը չի նայում, քեզ հարմար է, թե հարմար չի։ Երբեմն Աստծո խոսքը գալիս է այն ժամանակ, երբ որ մենք ամենակիչն ենք սպասում եւ ամենակիչն ենք մեզ թեկնածու համարում այդ խոսքի համար։ Մարիամի համար դա նշանակում էր նաև խախտել հասարակական կարծիքը, չէ՞։ Ընդունել հրեշտակից պատգամը, որ ահա կույսը կհղիանա առանց տղամարդու հետ լինելու, դա նշանակում էր հակառակ գնալ մարդկության եւ բնության օրենքներին, կարծիքներին, գնալ մահվան ընթառաջ, որովհետեւ ըստ նույն այդ խոսքի Մարիամին պետք է քարկոծեին, չէ՞։ Եթե մեկը ամուսնությունից դուրս գենակցել էր, հղիացել էր, իհարկե դա մարդկանց պատկերացումներով, նա պետք է քարկոծվեր, ռիսկ էր Մարիամի համար այո ասել Աստծո խոսքին, մեծ ռիսկ էր։ Քույրեր եղբայրներ, ռիսկ է համաձայնվել Աստծո խոսքի հետ, մեզ համար ռիսկ է, բայց ավելի մեծ ռիսկ կա չհամաձայնվելը այս խոսքի հետ։ Ավելի մեծ ռիսկ կա, ուրեմն մի դիմեք այդ ավելի մեծ ռիսկին։ Մարիամը վտանգելու էր իր հարաբերությունները, իր ապագան, իր կյանքը, բայց տեսեք, Աստծո խոսքը երբեմն ոչ թե մեզ հանգստացնելու, շոյելու, փայփայելու, օրորոցային երգելու համար է, երբեմն Աստծո խոսքը կարող է մեզ անհանգստացնել նաև, արթնացնել, սթափեցնել, մարտարավեր նետել, տակն ու վրա անել մեր կյանքը։ Հրեշտակը Մարիամին չասաց. «Մի վախեցիր, Մարիամ, ամեն բան հեշտ կլինի»։ Հրեշտակն ինչ ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, Աստված քեզ հետ կլինի։ Աստծո համար անկարելի ոչինչ չկա, Աստված քեզ հետ կլինի»։ Երբեմն որոշ քարոզիչներ օրորոցային են երգում իրանց եկեղեցու անդամների համար. «Քնի, լավ կլինի»։ Ինքը մեղքի մեջ է, սիգարետն էլ դնում է բերանը, ծխի մի հատ հանգստացի, պետք է մի հատ խմի հանգստացի, լավ կլինի, Աստված քեզ սիրում է։ Սա օրորոցային է։ Մեղավորի համար ոչ մի բան լավ չի լինելու, հավատացյալի համար էլ ոչ մի բան հեշտ չի լինելու։ Մենք չենք քարոզում հեշտ ավետարան։ Խաչն էլ հեշտ բան չի։ Հիսուսին հետևելն էլ հեշտ չի, ճանապարհն էլ լայն չի, պողոտա չի, մայրուղի չի, նեղ է, քարքարոտ է։ Բայց արժի գնալ այդ ճանապարհով։ Աստծո խոսքը մեզ հանգստացնելու համար չի, շատ անգամ, երբեմն հանգստացնում է, բայց երբեմն նաև անհանգստացնում է մեր հանգստի մեջ։ Որտեւ երբեմն մենք կարող ենք հանգստանալ մեղքի գրկում, բայց Աստծո խոսքը գալիս է եւ մեզ ցնցում է եւ անհանգստացնում է։ Հոգեբաններն ասում են, որ երբեմն ժամանակ առ ժամանակ սթրեսը անհրաժեշտ պայման է մեր առողջության եւ մեր օրգանիզմի համար, որ փոփոխություն գա մեր կյանքի մեջ։ Ուրեմն մի վախեցիր,
քանի որ Աստծո մոտ ոչինչ անհնար չէ։ Քուրեր եղբայրներ, երբ որ Աստված մեզ կանչում է, մարդկայնորեն դա անհնար է։ Այնինչ որ Աստված անում է մեր կյանքում անհնար է։ Այնինչ որ եղավ Աբովյանում անհնար էր, մարդկայնորեն, բայց Աստծո մոտ ամեն բան հնարավոր է։ Աստված քեզ չի ասի բաներ, որ հնարավոր է մարդկայնորեն, դա քո հնարավորությունների մեջ է, գնա եւ արա։ Բայց Աստված կասի բաներ, որոնք քեզանից մեծ են, քո ուժերից դուրս են, քո կարողությունների մեջ չեն։ Ես չեմ կարող դա անել։ Իսկ Աստված չի ասում, որ դու դա պետք է անես։ Ես կանեմ քո միջոցով։ Պողոս առաքյալն ասաց, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ով է մեզ զորացնողը? Քրիստոսը։ Այո, բաներ կան, ես ինքս ինձանով չեմ կարող։ Ներել ինձանով չեմ կարող։ Սիրել ինձանով չեմ կարող։ Բայց եթե Քրիստոս ինձ զորացնի, կսիրեմ Հիսուսի նման։ Զորացնի, կներեմ Հիսուսի նման, զորացնի, կաղոթեմ Դանիելի նման, ամեն, Դավիթի նման կփառաբանեմ Տիրոջը։ Ուրեմն, երբ Աստված խոսում է, նա չի խոստանում հեշտ ճանապարհ, բայց նա խոստանում է հավատքի եւ հաղթական ճանապարհ։ Կամ մեկը որ ամեն ասի, նա չի խոստանում հեշտ ճանապարհ, բայց խոստանում է հավատքի եւ հաղթական ճանապարհ։ Հիսուսը չասաց աշխարհի մեջ լենություն կունենաք, աշխարհի մեջ նեղություն կունենաք, բայց զորացեք, քաջացեք, ես հաղթել եմ աշխարհը։ Հրեշտակը հայտնվեց եւ ասաց մի բան, որը չէր տեղավորվում մարդկային ոչ մի տրամաբանության մեջ, համաձայն եք։ Տրամաբանական կլիներ, որ հրեշտակն ասեր, ահա դու Հովսեփի հետ կամուսնանաս եւ մի որդի կունենաս։ Դա շատ տրամաբանական էր, բայց անտրամաբանական է, որ միջև ամուսնանալը պիտի հղիանաս կույս վիճակում եւ որդի ունենաս։ Քուրեր եղբայրներ, մեր տրամաբանությունը եւ Աստծո տրամաբանությունը հակառակ բևեռներ են։ Մենք կարող ենք ապրել մեր տրամաբանությամբ եւ մեռնել մեր տրամաբանությամբ, բայց ես ուզում եմ ապրել Աստծո տրամաբանությամբ։ Մարդկային տրամաբանությունը տրամաբանական է, բայց աստվածային տրամաբանությունը վեր է մեր հասկացողությունից դուրս է, չենք հասկանում։ Ոնց կարող է կույսը հղիանալ, դա տրամաբանական չէ։ Տեր ոնց կարող եմ ես քարոզիչ դառնալ, դա տրամաբանական չէ, ոնց կարող եմ ես բեմ բարձրանալ եւ երգել։ Ես երբեք կյանքիս մեջ չեմ փորձել։ Երբ որ Գրիշ եղբայր, Աշոտ եղբայրը ապաշխարեցին, ես այդ նկարը մինչև հիմա պահում եմ, որ իրաց թորներին ու ծորներին ցույց տամ։ Ասեմ Աշոտ պապին, Գրիգոր պապին, այդ Փարաջան հագած հիշում եք կապույտ մի հատ փիլոններ ունեինք, հին ժողովարաններում, բարձանում էին բեմ ու կանգնում էին Աբովյանի ծննդատան գլխավոր հաշվապահը երգում է եկեղեցու բեմը։ Ասում են Աշոտ եղբայրս, Կիրակի գնում են քեֆի, չեմ կարագամ, ինչի համար եկեղեցում պիտի երգեմ։ Մեր հաշվապահը եկեղեցում երգում է, անտրամաբանական բաներ, բայց Աստծո տրամաբանության մեջ, Տեր ես ուզում եմ ապրել քո տրամաբանությամբ եւ ոչ թե իմ։ Նա կարող էր ասել սա անհնար է, մարդկայնորեն անհնար է, բայց երբ որ Սուրբ Հոգին գալիս է, անհնարը դառնում է հնարավոր։ Կարող էր ասել ես պատրաստ չեմ, ինձ ժամանակ է պետք, բայց եկեք Աստծո հետ չբանավիճենք, չբանակցենք, առևտուր չանենք, վտանգավոր է Աստծո հետ առևտուր անելը, անկեղծ եմ ասում, աղաչում եմ ձեզ, մի արեք դա։ Ով կվկայի այդ մասին, Ղովտը։ Հիշում եք, երբ որ Տերը եկավ, ասեց դուրս սարի, արագացրու, փախիր սարը, ինչ ասեց ինքը։ Կլինի սարը չփախնեմ։ Գնամ են Սեգովր էր կոչվում, Սեգովր գնամ, փոքր մի հատ քաղաք կա գնամ ընդեղ։ Եվ Տերն ասեց, դե լավ գնում ես գնա, բայց այդ քաղաքում փորձանք եկավ։ Չէ, Բաղամը, գնամ հիմա անիծեմ Իսրայելին, թե չգնամ, չգնաս, բայց դե լավ փող են տալիս, դե լավ գնա, բայց հետո ինչ եղավ իր հետ, չէ։ Ուրեմն մի բանակցիր Աստծո հետ,
Մի փորձիր նրան համոզել, մի փորձիր խղճարություն առաջացնել, որ Տեր Աստված ես մեղք եմ, ինչ կլինի քերուս աղջկա մոտ գնամ։ Ինքը չափած աղջիկ է։ Ես հələ պատանի եմ, ես ոչինչ չգիտեմ, ես ոչինչ չեմ կարող անել։ Նա անգամ չասած, բա մարդիկ ինչ կմտածեն իմ մասին, այլ հետևյալն ասաց, թող ինձ լինի քո խոսքի պես։ Եթե չգիտեք շատ անգամ ինչ աղոթել, ամենակարճ եւ ամենազորավոր աղոթքը սա է, թող ինձ լինի քո խոսքի պես։ Մի աղոթեք եւ ասեք, թող ինձ չէ, մխիթարին լինի քո խոսքի պես։ Ինձ լինի իմ խոսքի պես։ Մեր խոսքը վտանգավոր է։ Ուրեմն Մարիամը չասաց հարմար չի։ Մարիամը չհարմարացրեց Աստծո խոսքը իրեն, ինքը հարմարվեց Աստծո խոսքի հետ։ Հիմա լսենք ուշադիր քույրեր, եղբայրներ, մտածենք նոր ամեն ասենք, որովհետև կարող է փոշմանես հետո։ Ոմանք կան, որոնք Աստծո խոսքը վերցնում են եւ հարմարեցնում են իրենց։ Իրանց ուզածով, տեստես գրված էլ է, մեկը ինձ այդպես ուզում էր համոզել, որ ինքը սիրեկան ուներ եւ ամուսին։ Ասում են դու շնության մեջ ես, ասում եմ, բայց չէ որ գրված է սերն Աստծուց է։ Ես էլ սիրում եմ իրան։ Հարմարացրել էր Աստծո խոսքը իր մեղքի հետ։ Բայց ոմանք էլ իրանք են հարմարվում Աստծո խոսքին։ Կան մարդիկ, որ ուզում են այդպես ապրել, հարմարվել Աստծո խոսքին։ Հարմարվել ոչ թե այնպես, որ ասեն, դե մի կերպ հարմարվել եմ էլի, չէ, այլ լրիվ հանձնվել Աստծո խոսքին, ապրել այդ խոսքով, շարժվել այդ խոսքով։ Երկրորդ բանը, որ ուզում եմ ասել այս պատգամից հետևյալն է, Աստծո կամքը կարող է մեզ անհարմարություն պատճառել։ Հնարավոր է թե չէ։ Սատանան մեզ հարմարություններ կպատճառի, կպարգևի։ Ամեն բան հարմարավետ, հավեսին, ճիշտ նույն ձև ինչպես գորտին, որ խաշում են մարմանդ, հիշում եք, չէ, պատմությունը, որ սառը ջրի մեջ գցում են, հետո սկսում են կամաս ջուրը տաքացնել, այնքան հաճելի է իրան գորտը, էս ինչ պրիատնի է, մեկ էլ սկսում է եռալ արդեն ինքը։ Սատանան այդպես է գործում մեր կյանքի մեջ, ոնց որ Կամո եղբայրն ասեց, դհոլով, զուռնայով, քամանչայով կգա մեր ականջի տակ գեղեցիկ երգեր կերգի եւ հետո մեր սիրտը կգողանա։ Աստծո խոսքը կամքը կարող է մեզ անհարմարություն պատճառել։ Մեր մարմինը կարող է բողոքել, մեր միտքը կարող է ամբոստանալ, որ ես արժանապատիվս հիմա թողնեմ իմ դիրք, պաշտոն, գնամ փողոցում ավետարան քարոզեմ, ես ինչ ես դու ինձ ասում։ Ես դասախոս մարդս ակադեմիաներում խոսում եմ, հիմա մարդկանց ավետարան քարոզեմ, բայց դա ամենամեծ պատիվն է մեզ համար։ Աստծո խոսքը երբեմն շոյանք չէ, այլ ցնցում է։ Նա խոսում է ոչ թե այն պահին, երբ ամեն ինչ հարմար է, այլ երբ դու պետք է փոխվես։ Մեր փոփոխության մասին Աստծո խոսքը։ Եվ Աստծո խոսքը միշտ չէ, որ փոխում է մեր միջավայրը, բայց միշտ փոխում է մեզ։ Մեզ է փոխում։ Մենք միշտ մեզ երբեմն ոմանց թվում է դա կախարդական մի փայտիկ է։ Եթե կանգնեմ եւ հռչակեմ, գլուխ բարձրացնեմ Աստվածաշնչից մի գլխից խոսք վերցնեմ, հռչակեմ, հայտարարեմ, ասեմ, ուրեմն պիտի փոխվի ամեն բան։ Երբեմն փոխվում է, երբեմն չէ։ Բայց միշտ դու պետք է փոխվես այս խոսքով եւ այս խոսքի համեմատ։ Աստծո խոսքը քեզ դուրս է բերում քո հարմարավետության գոտուց, որպեսզի դու մտնես իր հնարավորությունների մեջ, հարմարավետությունից հնարավորություն։ Ոմանք ընտրում են հարմարավետությունը, ես ուզում եմ ընտրել Աստծո հնարավորությունը։ Երբեք չեմ մոռանա, որ մի օր Աբովյանում մեր տան հետևի բակում խոտն էի հնձում, նայում էի իմ ձեռքով տնկած ծառերին, շինած տանը, հիանում էի, ուրախանում էի, այնքանից երջանիկ էի զգում, ասում Տեր Աստված, Աբովյանը ինձ համար աշխարհի կենտրոնն է, ինչ գեղեցիկ է, ծառերն էլ տնկել եմ, շուտով կվայելեմ, ես ինչ լավ է, ինչ շնորհակալ եմ քեզանից Տեր, ես իմ երազանքին հասա, եւ մեկ էլ մի մեղմ ձայն։ Շատ չես քեզ լավ զգում։
Գիտեք, Աստված երբեմն առակներով է խոսում, բան կասի, հետո կլռի։ Եվ ես մի անգամից թողեցի այդ մեքենան, եւ գիտեք, այդ մեքենան շարժիչով էր, բարձր ձայն ուներ, բայց երբ որ Աստված է խոսում, մեղմ է խոսում, բայց լսում ես։ Եվ ես շփոթված ասացի Տեր, իսկ միթե հնարավորություն չեմ ունենա այս ծառերի պտուղից վայելելու, որ իմ ձեռքով եմ տնկել։ Եվ էլի գեղեցիկ մի խոսք մեղմ ձևով, իսկ ես քեզ այդպիսի բան խոստացել էի։ Եվ ես էլ չկարողացա շարունակել։ Հարմարավետությունը մեզ կարող է սպանել։ Երբ որ Երևանի եկեղեցին ծնվեց, երկու անգամ այդ քույրերը, որ եկան, խնդրում էին, ասում են, ես երկու անգամ իրանց մերժել եմ, հրաժարվել եմ, որովհետև ասում եմ, դե ինչ կարիք կա, մենք Աբովյանում հարմարվել ենք արդեն, շատ լավ է։ Ես Երևանից եմ եկել, մի հատ գնանք Երևան։ Բայց երբ որ Աստված քեզ կանչում է, քո պատասխանը թող սա լինի, թող ինձ լինի քո խոսքի համեմատով Տեր։ Ոչ թե իմ հարմարավետությամբ, այլ քո հնարավորություններով Աստված։ Ինչ արձագանք արեց Մարիամը, ավարտին սա նայենք։ Առաջինը Մարիամը հետևյալն ասաց. ես Տիրոջ աղախինն եմ։ Մարդիկ կան, չէ՞ որ ասում են, դու գիտես ես ով եմ։ Երեք մեկը համառորեն ինձ ուզում էր իմանալ դուք ով եք, գրում էր Facebook-ով, ինչ ես արել այս երկրի համար, ինչ ես արել, դուրս եկեք, փողոց, չգիտեմ, ես արեք, այն արեք, գոռացեք, չգիտեմ ինչեր արեք, եւ անդադ հրահրում էր։ Ես էլ ասում եմ քույրս, սիրելի տիկին, ինչ որ արել եմ, ավելին պիտի անեմ, բայց չգիտեմ ինչ որ մեծ բաներ էլ չեմ արել, չէ, դու ինձ ասա, ինչ ես արել ես երկրի համար։ Ես իմ մեջ ասի, համառորեն ասի չեմ ասելու, որ ես իմ վարձքը չկորցնեմ։ Բայց ես կարող եմ գրել, դու գիտես ես ինչեր եմ արել։ Եվ այդ ժամանակ դու կսայթաքես։ Դու գիտես ես ով եմ։ Ես Տիրոջ աղախինն եմ։ Եթե տղամարդ ես, կարող ես ասել, ես Տիրոջ ծառան եմ։ Իսկ ծառան առանց իր Տիրոջը ով է ընդհանրապես։ Պողոս առաքյալը, երբ որ գրում էր իր նամակները եւ իր ստատուսն էր գրում, մեր Facebook-յան լեզվով ասած, թե ով է այդ գրողը, հեղինակն ով է, առաջի բառերը հետեւյալն են. Պողոս Հիսուս Քրիստոսի ծառա։ Եվ ես շատ վշտով եմ նայում այն մարդկանց պրոֆիլներին, որ անպայման իրանց անունների առաջ պիտի գրեն եպիսկոպոս, վերապատվելի, արքիեպիսկոպոս, սրբազան, եւ այլն, եւ այդպես շարունակ, ով շարում են իրար հետևից։ Ով ես դու։ Արդյոք քո արջևից քո դիպլոմներն են գնում, թե քո խոնարհությունն է գնում։ Ես Աստծո ծառան եմ։ Ես ինձանից ոչինչ չեմ ներկայացնում առանց այդ Աստծո։ Քույրեր, կարող ենք դուք էլ ասեք, ես Տիրոջ աղախինն եմ։ Եղբայրներ, կարող եք ասել, ես Տիրոջ ծառան եմ։ Չկա ավելի մեծ կոչում, քան Տիրոջ ծառա լինելը։ Համաձայն եք, չկա ավելի մեծ պաշտոն բովանդակ տիեզերքում, քան Տիրոջ ծառա լինելը։ Ինչու։ Դրանից բարձր կոչում չկա, որովհետև դա Տեր Հիսուս Քրիստոսի կոչումն էր։ Լինել Հայր Աստծո ծառան։ Եսայա մարգարեության մեջ Հայրը ասում է որդու մասին. ահա իմ ծառան։ Փիլիպպեցիների թղթում Պողոս առաքյալը գրում է Քրիստոսը թեպետ թագավոր էր, բայց ինչ արեց, ծառայի կերպարանք հագավ։ Ավետարանի մեջ Տեր Հիսուսը Մարկոս 10:45-ում ասաց, որովհետև մարդի որդին չեկա, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը ինչ անի, փրկագին տա։ Եկա, որ ինքը ծառայի։ Ես Աստծո ծառան եմ։ Ինչ կա այս հայտարարության մեջ, կա խոնարհություն, չէ՞։ Կա խոնարհություն, կա պարտավորություն, կա պատասխանատվություն, կա հնազանդություն, կա հասանելիություն, որ ինչ ասես դա էլ կանեմ, ես ով եմ, որ հակառակվեմ։ Երբեմն լսում ենք, չէ՞, այսպիսի արտահայտություն ասում են, Աստծո ծառային սա չի ասում, չէ՞։ Բաներ կա սովորական մարդուն կսազի,
Սովորական հավատացյալներին էլ որ ոնց որ կամու եղբայրն ասաց, հավատացյալ, ամեն մեկը չի որ հավատարիմ հավատացյալ է։ Բայց Աստծո ծառային բաներ կա, հարիր չէ։ Ոչ ոք չի սիրում ծառա բառը։ Մարդիկ երբեմն մունաթ են գալիս իրարից վրա եւ ասում են. ես հոգո ծառան չեմ։ Բոլորն ուզում են տեր լինել, բայց Հիսուսը ցանկացավ ծառա դառնալ եւ խոնարհվել եւ մեզ ծառայել։ Դրա համար ասում է Աստված նրան ինչ արեց, շատ ամեն անունից վեր։ Երկրորդ, որ Մարիամն ասաց հետեւյալն է. թող քո ասացի համաձայն լինի ինձ, այսինքն խոսքի համաձայն։ Ես կուզենամ, որ իմ կյանքը Աստծո խոսքի համաձայն լինի։ Աստծո խոսքի համեմատ լինի, քույրեր, եղբայրներ, եւ ոչինչ խոսքից դուրս չլինի իմ կյանքի մեջ։ Թե գրավոր եւ թե Աստծո բանավոր խոսքի համաձայն, ինչ որ նա ինձ կասի։ Այս արտահայտությունը ինչ է ենթադրում։ Ենթադրում է, որ իմ կյանքի վերահսկողությունը ես թողնում եմ Աստծուն։ Մարիամն ինչ ասաց, թող։ Նա թողեց, ղեկը տվեց Աստծուն, հնազանդվեց եւ հանձնվեց։ Երկրորդ հրաժարվում է հրաժարվել, նշանակում է հրաժարվել մեր ծրագրերից։ Այսինքն հարսանիքը հետաձգվում է կամ չեղարկվում է։ Հետագայում ընտանիք դարձան իհարկե, բայց Մարիամի պատկերացումներով չեղավ, այլ Աստծո պատկերացումներով։ Այս վերջերս, երբ որ հայ հրեական այդ հարսանիքին էինք եւ միջև այդ զրուցում էի նոր պսակվող զույգի հետ, պատրաստում էի իրանց եւ ասում եմ երեխեք մի լարվեք, մեկը ամեն ինչ ձեր ուզածով չի լինելու։ Նոյմեն ասում եմ փոխանք մեզ քաջալերի ասի ձեր ուզածից է լավ կլինի, ասում չէ մի բաներ կարող է լինի, որ այն չլինի, մի քիչ ուշանան, հետո այս բանը մոռանան, այն բանը այն չստացվի, բայց ամեն բան լավ կլինի։ Մենք միշտ ուզում ենք, որ լավ լինի, մեր ուզածով լինի, ծաղիկները ստեղ կդնեք, փուչիկները ընդեղից կկախեք, մատանին որ բերեք, անպայման սենց կմոտեցնեք, հետո նենց կանեք, մեր կյանքը ծեսի ենք վերածել, ձևի եւ ոչ թե բովանդակության։ Բայց դա նշանակում էր Մարիամի համար հրաժարվել նաեւ ծրագրերից, իր եւ ընդունել Աստծո ծրագիրը։ Հավատում եք, որ Աստված մեզ համար ծրագիր ունի։ Դա նշանակում էր նաև վստահել այնտեղ, որտեղ ոչինչ չի հասկացվում։ Մենք միշտ ուզում ենք վստահել այն բաներում ըստ մեր հասկացողության։ Եվ ասում ենք, այ նոր հիմա հասկացա, կանենք այդ գործը։ Բայց բաներ կա, որ չենք հասկանում։ Գուսը ոնց պիտի եղի անա առանց տղամարդու։ Այդ գործը, որ ասում ես, ոնց պիտի լինի, Տեր, ես դա չեմ հասկանում, ինձ վրա այս մարգարեությունն եղավ, ինչի պիտի լինի դա, ոնց պիտի լինի դա չեմ հասկանում, բայց հավատում եմ քեզ, Տեր։ Ամեն բան չի, որ պետք է հասկանանք, բայց ամեն բանում պետք է հավատանք, որ հավատարիմ է կանչողը մեզ։ Ամեն բանում պետք է վստահենք մեր Տիրոջը, հանձնվենք նրա բարի կամքին։ Եվ Մարիամի համար սա նաև գիտեք ինչ է նշանակում, քայլել այն ճանապարհով, որը դեռ չկար։ Չկար այդ ճանապարհը, բայց նա պիտի վստահեր ու քայլեր։ Երբ որ Աստված Աբրահամին կանչեց դեպի օտար երկիր, մի անձնավորություն էլ ասում էր, Աբրահամը չգիտեր ուր է ինքը գնում, բայց ինքը գիտեր ով է իրեն տանում, ով է իրեն առաջնորդում։ Մարիամը դեռ աղջնակ էր, իր երազանքների մեջ, բայց Աստված իր տեսիլքը տվեց եւ նրա ապագան լրիվ փոխվեց։ Աստված եկավ եւ ասաց Մարիամ, ես քեզ համար ուրիշ ծրագիր ունեմ։ Աստված քեզ համար ուրիշ ծրագիր ունի։ Եվ այդ պահին որոշվում էր ոչ միայն ընդամենը մեկ աղջնակի ճակատագիր, այդ պահին որոշվում էր ամբողջ մարդկության փրկության հարցը։ Մեկ աղջկա համաձայնությամբ մի ամբողջ մարդկության փրկության հարց պիտի լուծվեր։ Երբեմն քո մեկ համաձայնությունը դա միայն քեզ համար չի։ Դա կարող է քո հարազատների փրկության առիթը պատճառը հանդիսանալ, շատ շատերի փրկության պատճառ հանդիսանալ։ Երբ որ Տերը այդ մեկ գիշերվա ընթացքում
Երևանի սրտում մեզ արթնացրեց գիշերը եւ ասեց հավաքեք ձեր ապրանքները գնացեք Աբովյանում ապրելու, մեզ այստեղ ոչ ոք աղոհացով չդիմավորեց։ Մենք տուն չունեինք այստեղ, բացի մեր հարազատներից մայրական կողմից, այլ հատուկ մարդ չունենք, մխիթար եւ մի քանի հոգիներ, բայց Աստված ծրագիր ուներ։ Երբ որ դու հնազանդվում ես Աստծուն, դու չես էլ կարող երևակայել ինչ է նա պատրաստել քեզ համար։ Դրա համար ասենք Տիրոջը այո եւ ամեն Տեր։ Ես համաձայն եմ, ես հաշտ եմ, ես կռիվ չունեմ քեզ հետ Տեր։ Այդ պահին որոշվեց ոչ միայն նրա ճակատագիրը, այլ ամբողջ մարդկության փրկությունը։ Եվ Մարիամը չփախավ հարցերից, բայց վստահեց Աստծուն։ Դու կարող ես Աստծուն հարցեր տալ։ Հոբն էլ Աստծուն հարցեր տվեց։ Բայց երբ որ Աստված կանգնեց Հոբի առաջ եւ ասեց՝ «Դե հիմա գոտիդ կապի ու արի ստեղ Հոբ տղա»։ Եվ երբ որ Հոբը կանգնեց, ասեց՝ «Էլ հարց չունեմ ես»։ Երբեք չեմ մոռանա Ղուկաս եղբոր վկայությունը, որ ասաց, երբ որ ասում եմ իմ կինը մահացավ եւ միլիոնավոր հավատացյալներ էին աղոթում իմ կնոջ համար։ Ամբողջ աշխարհում եկեղեցիներում էին աղոթում, որ բժշկվեր քաղցկեղից, բոլորս հույս ունեինք, բայց մահացավ։ Եվ ինքը ծանր շրջանով անցավ, քանի 4 անգամ վիրահատվեց աղիքները, դեպրեսիա, մեկուսացում, համր վիճակ, ես յան տեսել եմ այդ վիճակում, երբ որ նայում ես, այսպես ես անում, աչքերը չի շարժվում, կարող եք երևակայել Ղուկաս եղբայր այդ վիճակում լիներ, բայց հետո երբ որ Տերն իրան այցելեց ու ասում մարդիկ ինձ ասում էին Ղուկաս եղբայր, երբ որ մի օր գնաս կանգնես Հիսուսի առաջ, նա քո բոլոր հարցերին կպատասխանի։ Եվ ես ասում էի, ես Հիսուսի հետ ոչ մի հարց չունեմ, ես Հիսուսի հետ հաշտ եմ։ Քույրեր եղբայրներ, գուցե ցավերով անցնենք, բայց մեր հարցի մեջ, հարցեր էլ կարող ես տալ, բայց հարցիդ մեջ հպարտություն եւ մեղադրանք եւ ապստամբություն չպետք է լինի։ Դու կարող ես հարցեր տալ ճշգրտող, բայց Աստված պարտավոր չէ ամեն հարցերին պատասխանել, մինչև որ կգա մի օր, երբ որ ամեն բան պարզ կլինի։ Մարիամը չփախավ այդ հարցերից։ Մարիամը հարցնում էր հասկանալու համար, ոչ թե հակաճառելու համար։ Ոմանք հարցնում են հակաճառելու համար, իրենց պատճառաբանությունները բերելու համար։ Աստված փնտրում է ոչ թե մեծ մարդկանց, այս պատմությունից սա ենք հասկանում, այլ հասանելի մարդկանց։ Շատ անգամ մենք մտածում ենք, եթե ուրեմն այդ գործը պիտի արվի, ուրեմն ընտրենք, չգիտեմ, մի հատ հայտնի ընտանիքից, ապահովված ընտանիքից, որ մեր հարսը լավ ընտանիքից դուրս գա, ոչ մի բանի կարիք չունենա, որ մեր երեխեն, որ պիտի ծնվի այդ ընտանիքում ապահովված լինի։ Բայց Աստված ընտրեց մի հատ աննշան գյուղաքաղաքի համեստ մի աղջնակի ամենափառահեղ գործը անելու համար։ Հետևաբար Աստված փնտրում է ոչ թե մեծ մարդկանց, այլ հասանելի մարդկանց։ Կան այստեղ ովքեր հասանելի են, հիշում եք այդ պատգամը բաժանորդը հասանելի է կամ անհասանելի է։ Ինչպիսի բաժանորդ ես դու Աստծո համար։ Եթե հարցնենք այն ժամանակի մարդկանց եւ ասենք ովքեր կարող են լինել Մեսիայի թեկնածուն, Մեսիայի մոր թեկնածուն, Մարիամը հաստատ այդ ցուցակում չլինի ըստ մարդկային չափանիշների։ Գուցե դու այսօր մարդկային ցուցակներում չկաս, առանց քեզ հարսանիք են անում, առանց քեզ առիթներ են նշում, դու իրենց համար հարմար թեկնածու չես, բայց ուրախացիր, դու Աստծո ցուցակի մեջ ես։ Կյանքի գրքի մեջ գրված է քո անունը, Աստված ցուցակ ունի, եւ այդ ցուցակում դու ամենավերջինը չես, նրա մոտ միշտ արտահերթ ես դու, միշտ ներկա ես դու։ Աստված ընտրեց նրան, ում աշխարհը չէր նկատում։ Մարդիկ կան, որ ամեն բան անում են, որ նկատվեն, բայց Աստված նրանց չի ընտրում։ Աստված ընտրում է նրանց, ովքեր չեն նկատվում։ Պողոս առաքյալն ասում է, Աստված չընտրեց այս աշխարհի իմաստուններին, զորավորներին, գիտուններին, այլ տկարներին, ոչինչներին, թույլերին, ընդամենը մի բան էր պետք ասել Աստծուն, ահա ես Տեր։ Ուրեմն վստահելու պահին դու թողնում ես քո սցենարը, ոնց որ Մարիամն արեց, եւ ընդունում ես Աստծուն որպես քո ռեժիսոր, որպես քո հեղինակ։
Ես ունեմ իմ սցենարը, իմ ծրագրերն եմ գրել, բայց Տեր, քանի որ քո խոսքը խառնում է իմ ներսը, հետևաբար ես ամեն բան թողնում եմ եւ խոնարհվում եմ մեծագույն սցենարիստի առաջ, որն է Աստված, իմ կյանքի հեղինակի առաջ։ Մի ասա ես դեռ երիտասարդ եմ, մարդիկ ինձ չեն հասկանա կամ ես շատ ծեր եմ, Աստծո համար տարիքային չափանիշներ չկան, Մովսեսը ծեր էր, Մարիամը պատանի էր, Դավիթը երեխա էր, Սառան պառավ էր, բայց Աստված իր գործն արեց։ Մենք էլ պետք է վստահենք Տիրոջը։ Մարդիկ կան, որոնք արդարացում են փնտրում չանելու համար, մարդիկ էլ կան, որոնք Աստծուն են փնտրում հնազանդվելու համար։ Եվ Աստված երբեմն ինչ է անում, քանդում է մեր ծրագրերը, մեր կարիերան, մեր հարմարավետությունը, որպեսզի փառքը հայտնի մեր միջոցով։ Եվ վերջում պատրաստվենք երկրպագության։ Մարիամը չհնազանդվեց, որովհետև հասկացել էր ամեն բան։ Նա հնազանդվեց, որովհետև հավատացել էր Աստծուն։ Մենք շատ անգամ ենք այստեղ գայթակղվում, բայց ես չեմ հասկանում, հետևաբար չեմ կարող հնազանդվել եւ հավատալ։ Ես չեմ հասկանում, բայց ես վստահում եմ, ես հավատում եմ, ես հանձնվում եմ Աստծուն։ Գրված է հավատարիմ է կանչողը։ Հավատարիմ է նա, որ սկսեց այդ բարի գործը ձեր մեջ եւ կանի էլ մինչեւ վերջ։ Քույրեր, եղբայրներ, երբ Աստված խոսում է քո կյանքում, այդ խոսքը միշտ մեծ կլինի, ավելի մեծ կլինի, քան դու ես։ Ավելի դժվար կլինի, քան դու կպատկերացնես, եւ ավելի փառահեղ կլինի, քան դու կսպասես։ Մենակ վենտիլյատորի ձայնն է գալիս։ Հիմա հարց։ Այսօր ինչի մեջ է Աստված քեզ կանչում եւ ասում վստահիր ինձ։ Վստահիր ինձ, հանձնվիր ինձ։ Թող այդ ամեն ինչը ինձ եւ հանձնվիր։ Ասում են մի անձնավորություն սարն էր բարձրանում եւ ոտքը սայթակեց, ձնապատ սար էր, ոտքը սայթակեց, ընկավ եւ ընկնելուց մի ճյուղից կախվեց։ Եվ մառախուղ էր, չէր տեսնում իր շուրջ բոլորը, բայց մի ճյուղից կախվեց եւ ուրախացավ, որ մի հատ ճյուղ գտավ։ Եվ աղաղակեց եւ ասեց Աստված, փրկիր ինձ։ Եվ Աստված խոսեց, ասաց, եթե ուզում ես փրկեմ քեզ, ճյուղը բաց թող։ Ոնց թե ճյուղը բաց թողնեմ։ Միթե այս ճյուղը դու չես ինձ պարգևել, բաց թող այդ ճյուղը, այ տղա։ Ղուկաս եղբայրն ասում է շատ անգամ Աստվածի հետ խոսում, ասում այ տղա։ Ասում ինչ լավ է իմ այդպես չի խոսում Աստված։ Ոմանց այդ գուցե խոսա ասա այդ տնաշեն։ Եվ ասում են հաջորդ օրը այդ անձնավորությունը գտան, ծառի ճյուղից կախված ու սառցակալած, հատակից ընդամենը կես մետր բարձրության վրա։ Երբեմն Աստված քեզ ասում է բաց թող այդ ճյուղը, մի հենվիր, քո հասկացողությանը այլ Տիրոջը ապավինիր, նրան վստահիր։ Թող լինի քո խոսքի համաձայն, որտեղ իմ ընտանիքում, իմ առողջության մեջ, իմ կոչման մեջ, իմ ճանապարհների մեջ, իմ աշխատավայրում, իմ ֆինանսների մեջ, ամեն բան թող լինի քո խոսքի համաձայն։ Աստված չի անելու մի բան մեր խոսքի համաձայն։ Աստված ամեն բան անում է իր խոսքի համաձայն։ Եվ այս մտքով մոտենանք ավարտին։ Քույրեր, եղբայրներ, հնազանդությունը միշտ հրաշքից առաջ է գնում։ Հնազանդություն, հետո հրաշք։ Շատերը հակառակն են ակնկալում, թող հրաշք լինի, ես Աստծուն կհնազանդվեմ։ Բայց Աստված ասում է հնազանդվիր եւ կտեսնես հրաշք։ Եվ տեղի ունեցավ մարդկության պատմության մեծագույն հրաշքը, որը դեմ էր բնության բոլոր օրենքներին, մարդկության ու կենսաբանության բոլոր օրենքներին, ահա կույսը հղիացավ եւ որդի ծնեց։ Երբ որ դու հնազանդվես Տիրոջը, բաներ կկատարվեն քո կյանքի մեջ, որ բնության օրենքներին հակառակ են։ Չպիտի բժշկվեիր, բայց բժշկվեցիր։ Չպիտի օրհնվեիր, բայց օրհնվեցիր։ Հրաշք եղավ։
որովհետև հնազանդվեցիր, հարմարվեցիր Աստծո խոսքին, ոչ թե Աստծո խոսքը քեզ հարմարեցրիր։ Եվ այս պատգամը ավարտվում է Եղիսաբեթի մարգարեությամբ, երբ որ նա տեսավ Մարիամին, հիշում եք, մարգարեացավ Մարիամի վրա Ղուկաս 1:45-ում եւ ասաց. երանի նրան, որ հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են իրեն, քեզ է ասվել։ Եթե հավատաս, երանելի կլինես։ Մարիամի մեկ այոն փոխեց մարդկության ողջ պատմությունը։ Մարիամից մի բան պիտի ծնվեր, որ այսուհետև մարդկության պատմությունը երկու ժամանակահատվածի պիտի բաժաներ, նախքան Քրիստոսը եւ Քրիստոսից հետո։ Երբ որ դու հնազանդվես, քո կյանքից մի բան կծնվի, որ շատերի կյանքը երկու մասի կբաժանի։ Նախքան քեզ հանդիպելը եւ քեզ հանդիպելուց հետո։ Միշտ մեր Գևորգ եղբորը, որ տեսնում եմ, միշտ դա է վկայում, ասում է, ես ով էի մինչև Աշոտ եղբորը հանդիպելը։ Դա Աշոտ եղբայրն էլ ասում է, յանի ինչ ես ասում, Հիսուսին ես հանդիպել։ Ասում է, բայց քո մեջ եմ հանդիպել այդ Հիսուսին։ Ես խաղամոլ էի, ես հայոյող էի, ես ծեծող էի, զարկող էի, բայց երբ որ հանդիպեցի Աշոտ եղբորը, կյանքս փոխվեց։ Ուրեմն քո միջոցով էլ բաներ կծնվեն, որոնց մարդկանց կյանքը կբաժանվեն երկու մեծ հատվածների։ Քո այոն կարող է փոխել ոչ միայն քո կյանքը, այլև քո սերունդների կյանքը։ Եվ Մարիամի համար գրված է. երանելի ես դու մարդկանց մեջ։ Քեզ բոլոր ազգերը երանի կտան։ Աստվածաշնչի ամենահզոր աղոթքը կարճ, երկու բառանոց. այո, Տեր, համաձայն եմ։